Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել դատական համակարգում։ Դատարանները աղմկահարույց գործերով փորձում են ժամանակ ձգձգել, որպեսզի վաղեմիության ժամկետի հիմքով գործերը քրեական հետապնդումները դադարեցվեն։ Մասնավորապես, օրինակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության падգամավորների 4 ժամ տևած տրմփակ հանդիպումը բավականին թեժ է եղել։ Շուրջ 40 падգամավոր է գրանցվել նախարար Պապիկյանին ու ՔՊ խմբակցության падգամավոր մեդիադաշտում շիշ բռնող անունով հայտնի Հայկ Սարգսյանին հարցեր ուղղելու համար։ Հայաստանի մշտական բնակչությունն աճել է 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հայտնում է օրաթերթը։ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում գրքերը չեն հանդարտվում։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մտերիմ շրջանակը փորձում է պարզել, թե ով է համարձակվել իլուր աշխարհի ներկայացնել համալսարանում տիրող իրավիճակը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԵԿՄ նախագահ ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից մայիսի 9-ին եռաբլրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ հանձնողներին։ Առաջին հանրապետության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլև վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես հայրենիքի մասին հատվածից գրում է Հրապարակ օրաթերթը։ Իշխանական զույգը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են գնում։ Հունիսի 7-ին եւ 8-ին նրանք կլինեն Սիսիանում եւ Գորիսում։ Այցի հիմնական նպատակը տիկնոջ կրթվելը նորաձև է արշավն է, հայտնում է օրաթերթը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։